Ողջույն բոլորին, շարունակում ենք գտնվել Ալբանիայում եւ այսօր կուսումնասիրենք միասին Կրայա հյուրանոցը։ Օդանավականից հյուրանոց ընկած հեռավորությունը մոտ 38 կիլոմետր, իսկ տևողությունը 45-ից 55 րոպե։ Հյուրանոցը գտնվում է Ադրիատիկ ծովի ափի երկրորդ գծում։ Սկսենք ուսումնասիրել Կրայա հյուրանոցի համարները եւ առաջին համարը դա ստանդարտ triple սենյակն է։ Հիմա տեսնենք լոգարանը։ Ինչպես տեսնում եք, պատերին սալիկները բացակայում են։ Ահա այսպիսի գեղեցիկ լուծումներով վերանորոգված է։ Տեսնում ենք ցնցուղը տրոպիկական եւ սովորական տարբերակով։ Ինձնից այս կողմում գտնվում է հայելին։ Ունենք այստեղ ֆեն։ Ձախ կողմում տեսնում ենք պահարանը լոֆթ ոճով, սեյֆը եւ մինի բարը։ Անցնենք սենյակ, այստեղ king size մահճակալ եւ առանձին մահճակալ ունենք։ Այստեղ ունենք մեծ հայելի եւ TV։ Անցնենք առաջ եւ ես ձեզ ցույց տամ տեսարանը պատշգամբից։ Պատշգամբում կա սեղանաթոռ եւ տեսարան դեպի քաղաք եւ լեռներ։ Անցնենք առաջ եւ ցույց տանք ձեզ այստեղի հերթական ստանդարտ համարը, որը նախատեսված է 2 հոգու համար։ Անցնենք ներս, տեսնենք այն ներսից։ Եվ այսպես մենք ներսում ենք եւ մուտքից ձախ այստեղ լոգարանն է, որտեղ կա ֆեն, լվացարան, ասեմ որ այստեղ ամեն ինչ մաքուր է, գեղեցիկ լուծումներով, տրոպիկական ցնցուղը, սովորական ցնցուղը, մի քիչ քիփիլիկ է, կարող եմ ասել, լոգարանը, բայց հարմարավետ է։ Ամեն հարմարություն այստեղ կա։ Ձեռքի լվացվելու օճառ, լոգանքի համար նախատեսված շամպուն, կոսմետիկ պարագաներից այդքանն է այստեղ։ Անցնենք առաջ, մուտքի մոտ այսպիսի մեծ հայելի կա։ Այստեղ TV-ն է, որի տակ կան դարակներ։ Եվ TV-ի առջև գտնվում է king size մահճակալ, ինչպես արդեն ասացի, համարը նախատեսված է 2 հոգու համար։ Նաև ասեմ, որ այստեղի անկողնային պարագաները նույնպես անչափ մաքուր են, ոչ մի ավելորդ հետ, ոչ մի ավելորդ բան չկա, ոչ մի մաշվածություն նույնիսկ, բարձ երեսների եւ մնացած պարագաների վրա անկողնային չկա։ Այստեղ ամեն ինչ մաքուր է եւ գեղեցիկ, վստահ կարող եմ ասել։ Այստեղ լոֆթ տարբերակով զգեստա պահարանն է։ Մինի բարը, որը դատարկ է, այստեղ մինի բարը վճարովի է, սեյֆը, կախիչները, հավելյալ բարձր ծածկոցը և պատշգամբը, որտեղից բացվում է տեսարան դեպի քաղաք, այսինքն land view է կոչվում տվյալ համարը։ Պատշգամբում կա 2 աթոռի սեղանով և տեսարան դեպի քաղաքը։ Անցնենք առաջ դարձյալ ստանդարտ համար 2 անձի համար, որտեղից բացվում է տեսարան դեպի ծովը։ Դարձյալ մուտքի մոտ գտնվում է գեղեցիկ հայելի, իսկ ինձնից աջ լոգարան, որը մի քիչ փոքր է, բայց ամենակարևորը գեղեցիկ ձևավորված։ Մաքուր լվացարան, լոգախցիկը տրոպիկական եւ սովորական ցնցուղով։ Անցնենք առաջ, ցույց եմ տալիս ձեզ king size մահճակալը, որը կոկիկ հարդարված է, բավականին մաքուր։ Դրա առջև գտնվում են TV-ն եւ լոֆթ պահարանը, սեյֆով եւ մինի բարով։
Եվ ցույց եմ տալիս պատշգամբը, որտեղից բացվում է տեսարան դեպի Ադրիատիկ ծով։ Ինչպես նշեցի, ունի տեսարան դեպի ծովը եւ տեսարան դեպի այս չքնաղ լողավազանը։ Շարժվում ենք առաջ եւ ցույց տամ ձեզ այստեղի հերթական համարը, սուպերիոր համարը, որտեղից դարձյալ բացում է տեսարան դեպի Ադրիատիկ ծովը, անցնենք ներս, տեսնենք այն միասին։ Եվ այսպես մենք համարի ներսում ենք եւ մուտքից ձախ այստեղ ցույց տամ ձեզ loft զգեստա պահարանը, safe-ը, սառնարանը, որը դատարկ է, այստեղ հավելյալ բարձն է, ծածկոցը, վերևում դարակներն են, այստեղ մեծ գեղեցիկ հայելին է։ Այս հատվածում king size մահճակալն է, դարձյալ մաքուր, գեղեցիկ, հարդարված, ամեն ինչ այստեղ որակյալ է, կարող եմ վստահ ասել։ TV հատվածը, այստեղ կա թեյնիկ, բաժակներ, դարակներ դարձյալ։ Ցույց տամ ձեզ լոգարանը, որը անչափ գեղեցիկ է։ Այս հատվածում լոգախցիկն է, որտեղ կա տրոպիկական ցնցող, սովորական ցնցող, շամպուն, դե բնականաբար զուգարանը, լվացարանը, մաքուր, գեղեցիկ, ինքներդ տեսնում եք, ոչ մի ավելորդ հետ չկա այստեղ, ֆենը, այլն գեղեցիկ եւ դուրս գանք պատշգամբ, ցույց տամ ձեզ պատշգամբը, որտեղից բացվում է տեսարան դեպի Ադրիատիկ ծովը։ Պատշգամբում կա երկու աթոռ իր սեղանով եւ տեսարան դեպի ծովը։ Անցնենք առաջ եւ տեսնենք Deluxe Double Room-ը ծովի տեսարանով։ Ակնհայտ է նախասրահի եւ ննջասենյակի, որը մի քիչ հետո կտեսնենք, ընդարձակ չափերը։ Ահա լոգասենյակը, կրկին տրոպիկական եւ սովորական ցնցուղով, գեղեցիկ հայելիով եւ լվացարանով։ Գնանք ննջարան։ Ին կողմից աջ գտնվում է մեծ հայելին։ Ննջարանը king size մահճակալով, ահա այսպիսի loft զգեստա պահարանով։ Այստեղ safe-ն է մինի բառը, բարձր ծածկոցներ հավելյալ։ Մահճակալի առջև գտնվում է TV-ն, դարակներով։ Ահա այսպիսի հարմարավետ, մաքուր։ Եվ տեսնենք տեսարանը բացվող։ Ահա, դեպի Ադրիատիկ ծով։ Այստեղ կա սեղան երկու աթոռով եւ ինչպես նշեցի, տեսարան դեպի Ադրիատիկ ծով։ Շարունակում ենք մեր room tour-ը եւ ցույց տանք ձեզ այստեղի suite համարը, անցնենք ներս, տեսնենք այն ներսից։ Եվ այսպես մենք ներսում ենք եւ մուտքի մոտ ցույց տամ ձեզ աջ հատվածի loft տարբերակով զգեստա պահարանը, այսպիսի մեծ, գեղեցիկ, հայելին նույնպես մեծ, գեղեցիկ։ Այստեղ կա հավելյալ բարձ ծածկոց, safe, կախիչներ, հագուստները կախելու համար, դարակներ, սառնարան, որը դատարկ է, այստեղ king size մահճակալն է, նրա առջև գտնվում է TV-ն, այստեղ թեյնիկներ բաժակներով, կա թեյի սուրճի հավաքածու, այդպես կարելի ասել, այստեղ դարակներ են, անցնենք առաջ, բազմոց, որը բացվում է, կամ բազկաթոռ ավելի ճիշտ, որը բացվում է, այստեղից կա ելք դեպի պատշգամբ, ինչպես նաև սենյակի այս հատվածից նույնպես կա ելք դեպի պատշգամբ, որտեղից բացվում է տեսարան դեպի Ադրիատիկ ծովը։
Անցնենք առաջ, ցույց տամ ձեզ լոգարանը։ Լոգարանում կա զուգարան, լվացարանը, գեղեցիկ մաքուր, հայելին նույնպես, գեղեցիկ է ֆեն, այստեղ ձեռքի հեղուկոճար, մազերի շամպուն, լոգանքի համար նախատեսված տրոպիկական ցնցուղ, սովորական ցնցուղ, լոգախցիկը բավականին տարողունակ է, մեծ է, կարող եմ ասել։ Անցնենք առաջ եւ Մելինան այժմ ցույց կտա այստեղի սուպերիոր tripod համարը, բայց նախատեսված 4 անձի համար։ Այո, ավելի ընդարձակ տարածքով, land view-ով, բայց փոքր պատշգամբով։ Եկեք սկսենք լոգարանից։ Կրկին տրոպիկական եւ սովորական ցնցուղով տարբերակ։ Հետաքրքիր լուծումներով հայելի, լվացարան եւ իհարկե ֆեն։ Անցնենք առաջ, այստեղ գտնվում է հայելին, king size եւ առանձին մահճակալները, բավականին կոկիկ, մաքուր, ինձ թվում է էլ կարիք չկա նշելու, մահճակալի անմիջապես դիմաց գտնվում է TV դարակներով, ինձանից աջ գտնվում է զգեստապահարանը, հավելյալ բարձերով, ծածկոցներով եւ ըստ պահին դատարկ սառնարանով։ Չմոռանամ նաեւ նշել սեյֆի մասին եւ ահա ունենք ֆրանսիական ոճով պատշգամբ։ Ինչպես արդեն ասել էի, տարածքը առանձնանում է երկու լողավազանով՝ մեծ լողավազանով, որը չի տաքացվում, եւ փոքր լողավազանով, որը տաքացվելու է առաջիկայում։ Հյուրանոցն ունի հիմնական ռեստորան, որտեղ կարող եք նախաճաշել, ճաշել եւ ընթրել, ինչպես նաեւ ունի սեփական լողափ, որը գտնվում է հյուրանոցից 200 մետր հեռավորության վրա։ Լողափը կահավորված է հարմարավետ տապչաններով եւ հովանոցներով, որոնք անվճար են։ Այն պատված է նաեւ մոխրագույն փափուկ ավազով եւ ունի ավազե մուտք դեպի ծով։